Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մի մասը վերածվել է անկարգությունների ու գիշերային ավազակախմբային հարձակումների։ Լոս Անջելեսում պարետային ժամ է, Միացյալ Նահանգների խոշոր քաղաքները պատրաստվում են նոր ցույցերի։ Ներգաղթյալների դեմ լայնածավալ գործողություններ են իրականացվում, օրական մինչև 2000 ձերբակալությամբ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Լոս Անջելես ուղարկել ազգային գվարդիայի 2000 զինծառայողի անօրինական ներգաղթյալների նկատմամբ իրականացվող խուզարկությունների պատճառով սկսված բախումները կարգավորելու համար։ Ինչ իրավիճակ է Լոս Անջելեսում զրուցելու ենք Լոս Անջելես համայնքի երիտասարդ դեմոկրատական ակումբի անդամ Անահիտ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու, Հայաստան ժամանելու եւ զրույցի հնարավորության համար եւ այսպես անդրադառնանք վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսում տեղի ունեցող այս բախումներին։ Տեսեք, մենք բարբերաբար զրուցում ենք, տեսակետ կա, որ Լոս Անջելեսը լինելով ապաստան քաղաք եւ միգրանտների համար ապահով քաղաք, հիմա հայտնվել է թիրախում եւ որոշակի խնդիրներ են առաջացել։ Իրավիճակը ինչպես է հիմա այնտեղ եւ ինչ զարգացումներ են հնարավոր, ինչ է սրանով փորձում անել Թրամփը եւ հնարավոր օրինակ լրջագույն բախումներ, թե ոչ մենք տեսանք նաեւ նահանգապետի կոչը, որ ճիշտ է ընդհանրապես գվարդիականներին հետ քաշելը, քանի որ Լոս Անջելեսը իր բոլոր ոստիկանական բաժանմունքներով իզորու է, ի վիճակի է ընդհանրապես այս բողոքի ցույցերը կանխել, քանի որ ունի համապատասխան, այսպես ասած, ռեսուրսներ։ Գանք թե ինչ է տեղի ունենում, համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, ես մի քանի օր Հայաստանում եմ, բայց այս շաբաթը Լոս Անջելեսի պատմության մեջ աննախադեպ եւ այսպես ասած պատմական շաբաթ էր, ոչ միայն այն առումով, որ բախումներ տեղի ունեցան ցուցարարների եւ իրավապաշտպանների միջեւ, այլ այն առումով, որ առաջին անգամ երևի հազվագյուտ դեպքերից մեկն էր կամ առաջին դեպքն էր, երբ ազգային գվարդիան մցվեց ամերիկյան մեծ քաղաքներից մեկը տեղական կառավարման մարմինների եւ նաեւ նահանգապետի հակադրության պայմաններում։ Հիմնականում ազգային գվարդիաները Ամերիկայում նահանգապետի հսկողության տակ են գտնվում եւ նրանք կարող են ֆեդերալ եւ շատ խիստ մոտ համագործակցություն է տեղի ունենում նահանգապետի եւ կառավարության միջեւ, թե ինչպես նրանք պետք է օգտագործվեն։ Շատ դեպքերում 99% դեպքերում միասին համաձայնեցված է լինում, այսինքն եթե ինչ-որ աղետ է տեղի ունենում կամ ինչ-որ ճգնաժամային իրավիճակ է առաջանում, նահանգապետը անձամբ դիմում է ֆեդերալ համակարգին, խնդրելով միասին աշխատել եւ օգտագործել ազգային գվարդիան եղած կարիքները բավարարելու համար։ Սա այն դեպքներ, երբ որոշակի շրջանցվեց նահանգապետը, ըստ էության նրա դիազորությունները շրջանցեցին։ Կինոյի մակարդակի բան տեղի ունեցավ, ցույցերը սկսվեցին Լոս Անջելեսում, բնականաբար բախումներ տեղի ունեցան եւ նահանգապետն էլ չժխտեց, որ անկարգություններ տեղի են ունենում, այսինքն ոչ ոք չի ասում, որ այդ ցույցերը անխնդիր էին անցնում։ Սակայն այդ ցույցերը համ Լոս Անջելեսի պատմության, համ Ամերիկայի մեծ քաղաքների պատմության մեջ եղել են, լինում են եւ այն պետք է հատուկ ինչ-որ մակարդակի հասնի, որ կարողանա արդարացնել այդպիսի էքստրիմ միջոցի կիրառմանը, ինչպիսին է ազգային գվարդիայի ներդրումը քաղաքում։ Ավելի շատ վախի մթնոլորտ հրավերում է, այսինքն մեր նահանգապետ Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմի ասելով Թրամփը եւ նա խոսակցություն են ունեցել ուր փաթորը կարծեմ երեկոյան, որի ընթացքում Գավին Նյուսոմի հրապարակմամբ նրանք չեն քննարկել ընդհանրապես գվարդիայի հարցը ու ընդհանրապես մի քանի ժամ դրանից հետո Թրամփը հայտարարեց, որ Կալիֆոռնիայի ազգային գվարդիան մցվելու է Լոս Անջելես եւ դա տեղի ունեցավ այն պայմաններում եւ երբ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը եւ նահանգապետ Նյուսոմը շարունակաբար արտահայտում էին, որ իրենք չեն կարծում, որ տեղական վիճակի գնահատմամբ կարիք կա ազգային գվարդիան բերել եւ մցնել քաղաք։ Սակայն այսպես ասած դա տեղի ունեցավ, շրջացվեց նահանգապետի եւ տեղական կառավարման մարմինների դերը ընդհանրապես այս process-ում եւ ազգային գվարդիան մցվեց մի պարագայում, երբ տեղական արձանագրությունների համաձայն
այդ բախումները դադարել էին կամ թուլացել էին կամ հլկային, բայց այն շրջանակում են գտնվում, որ տեղական շերիֆ համայնքային ոստիկանությունը կամ տեղական քաղաքային ոստիկանությունը կկարողանային իրավիճակը հսկողության տակ պահել։ Կալիֆոռնիան նահանգը նաև նահանգային իրավապաշտպան ծառայություններ ունի, որոնք օգտագործվում էին այդ դեպքում, այսինքն բոլորի գնահատմամբ, տեղական մարմինների գնահատմամբ, որոնք որ հենց ամենամոդն են իրավիճակին գետնի վրա եւ նրանք կարող են ավելի հավաստի գնահատական տալ իրավիճակին, կարծում էին, որ դա բնականաբար կարիք չկար ազգային գվարդիան մտցնելու։ Եվ հասնել ուներ մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանելով։ Այո, որովհետև ոչ միայն ազգային գվարդիան մտցվեց Լոս Անջելես, բայց դրան հաջորդեց նույնիսկ հաջորդ աստիճան էսկալացիայի, որն էր, որ Marine նավատորմի ներկայացուցիչները Ամերիկայի բանակի մոտ 700-ը ուղարկվեցին Լոս Անջելես։ Ու բնականաբար սա սիմպտոմն է այն իրադարձությունների, որոնք որ խմորվում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Գիտենք, որ Թրամփը իր նախընտրական արշավը սկսեց այն ավելի խիստ իմիգրացիոն վերահսկողություն իրականացնելու գաղափարի շուրջ։ Հենց ուզում էի դրանից էլ խոսենք, որովհետև մի շարք հրամանագրեր, օրենքներ ընդունվեցին եւ հիմա օրինակ եւ կենտրոնանանք նաեւ մեր հայ անօրինական միգրանտների վրա, պատկերն ինչպիսին է, այդ ձեր ուսումնասիրությունները ինչ են ցույց տալիս, այս խստացումները օրինակ ինչի են հանգեցրել։ Շատ տարբեր են կարծիքները, որ օրինակ Մեքսիկայի բանտերում տեղ չկան, առհասարակ շատ բանտերում տեղ չկա, ստեղծված իրավիճակի արդյունքում պատկերը որ չափով է մտահոգիչ, որ չափով կարող են օրինակ հայ միգրանտները, որոնք անօրինական են այնտեղ գտնվում, փաստաբանական օգնություն ստանալով կարողանան որոշակի այսպես վտանգները չեզոքացնել, թե եթե կա հրաման, ուրեմն անպայման դա առնչվելու է նաև մեր միգրանտներին, կարծես թե հրամանները, որոշումները Թրամփի կողմից եղել են, բայց օրինակ զանգվածային այդպես վերադարձ մենք չեք տեսնում։ Բնականաբար մեր համայնքի վրա ուղիղ ազդեցություն ունենալու է Կալիֆոռնիայի յուրահատկություններից մեկը որպես նահանգ այն է, որ ամենապրո իմիգրանտ քաղաքականություն վարող նահանգներից մեկն է ամբողջ Ամերիկայում։ Դա կախված է նրանից, որ նախ թվային առումով ամենաշատ իմիգրանտները Ամերիկայում հարաբերական առումով Լոս Անջելեսում ապրում են հենց Կալիֆոռնիա նահանգում, մոտ 20% բնակչության, եթե չեմ սխալվում, իմիգրանտներից է կազմված, որը ենթադրում է նաև բնական է, որ այդ ամենի արդյունքում այստեղի իմիգրանտ համայնքները ավելի կազմակերպված են, նրանց օժանդակող կառույցները ավելի համակարգված են, ավելի արդյունավետ են աշխատում եւ այդ ամենի արդյունքում նրանք կարողանում են հասնել նրանց, որ Կալիֆոռնիայի քաղաքականությունը պրո-իմիգրանտ քաղաքականություն, այսինքն շատ ռեսուրսներ կան, երբ մարդիկ նոր են տեղափոխվում Ամերիկա, Կալիֆոռնիան այն նահանգներից մեկն է, որը որ շատ ռեսուրսներ է տրամադրում, շատ հարմար իրավիճակ է ստեղծում մարդկանց այդ սկզբնական բարդությունները հաղթահարելու համար։ Մեր հայրենակիցների շատերը, ինչպես գիտեք, ովքեր որ դոկումենտ հաստատավորված ստատուս չունեն Ամերիկայում, այնտեղ են գտնվում այդ ապաստանի դիմելու process-ի միջոցով, այսինքն մենք գիտենք, որ վերջին մի քանի տարիներին մեծ հոսք տեղ ունեցավ Մեքսիկայի ճանապարհով Ամերիկա գնալու հայերի եւ սրանք մարդիկ էին, ովքեր որ այն ժամանակվա process-ը այսպես է աշխատում, եթե դու անցնում ես հատում ես Ամերիկայի սահմանը եւ հայտարարում ես, որ դու ցանկանում ես ապաստանի համար դիմել, քեզ ինչ որ ժամանակավոր ստատուս են տալիս։ Այդ ստատուսը նշանակում է, որ դու կարող ես մտնել երկիր, հետո գնալ դիմել դատարանին, հայց ներկայացնել եւ կարող է տարիներով ձգծի այդ գործընթացը։ Ամերիկայի իմիգրացիոն համակարգի խնդիրն այդ ամենամեծը այն էր, որ այդ այնքան գերծ ծանրաբեռնված էր այդ համակարգը, ապաստարան խնդրելու համակարգը, որ եթե ինչ-որ մարդ գնում է եւ ցանկանում է դատարանի միջոցով վերջնական ստատուս ստանալ որպես փախստական, իր դատի օրը կարող է լինել 2-3 տարի հետո։ Իսկ Կալիֆոռնիան լինելով պրո-իմիգրանտ նահանգ, այդ ընթացքում հնարավոր բազմաթիվ ռեսուրսներ է տրամադրում մարդկանց, այսինքն եթե դու պոտենցիալ ապաստարանի համար հաստատվող անձնավորություն ես, այսինքն բնականաբար ինչ-որ տեղից փախել ես, ինչ-որ կարիքներ ունես, առողջապահությունից մինչև օգնություն, նմանատիպ բազմաթիվ ռեսուրսներ կային, որոնք մարդիկ կարող են օգտագործել։
Հիմա այդ ամենը եւս ինչ որ կերպով վտանգի տակ է, որովհետեւ չնայած որ նահանգային էր այս շատ հարցերը նահանգային սխեմայի մեջ են, բայց հիմա ֆեդերալ համակարգը ցանկանում է Կալիֆոռնիային ճնշել ինչքան հնարավոր է, եւ դա խնդիր է առաջացնում բազմաթիվ իրավական խնդիրների, հիմա կոնկրետ սկսում են Այսքան առաջիկայում հնարավոր է այդ հոսքերը լինեն, դուք քանի որ նշում եք փաստորեն Թրամփի որոշումները նաև ուղիղ ազդեցություն են ունենալու հայ միգրանտների վրա։ Սրանք ուզում եմ նաև ճշգրտում մտցնենք, սրանք այն միգրանտներն են, որոնք վերջին 1-2 տարիների ընթացքում են ապաստան գտել Միացյալ Նահանգներում, թե կարող է վերջին 5-10 տարիների ընթացքում տեղ են գտել, պարզապես չեն կարողացել այսպես ասած օրինականացնել իրենց փաստաթղթերը եւ նույն վտանգի առաջ են կանգնած, որքան օրինակ վերջին 2 տարիներին մեկնասները։ Բոլորի վրա է ասում, դա որ խոսքս վերջացնում, այդ ռեսուրսները, որ մարդիկ կարողանում են ստանալ, որպեսզի դժվարությունները հաղթարեն, դրանք են հիմա վտանգի տակ ինչ որ աստիճանի, ինչքան որ հնարավոր կլինի ֆեդերալի ձեռքը երկարացնի եւ նահանգի գործողությունները սահմանափակի, այսինքն դա բարդություն է ստեղծում մարդկանց համար եւ մեր հայրենակիցները եւս սկսում են մտածել, եթե ռեսուրսների հետ վերցնելը, այսինքն եթե աշխատանքային իրավունքն է սկսում խնդիր դառնալ, եթե այս բոլոր իրավունքները բժշկական եւ այլն հետ վերցվել, միևնույն ժամանակ դու ապրում ես մի պայմաններում, որ ցանկացած բայից, ցանկացած տեղից քեզ կարող են ուղղակի վերցնել եւ ուղարկել հետ, դեպորտ կատարել։ Մարդիկ սկսում են շատ լուրջ մտածել ինքնակամ կերպով դուրս գալու եւ հետո փորձելու ինչ-որ այլ օրինական ձևով օրինականանալու մասին դա մեկ մասն է բնակչության, իսկ մյուսն այն է, եթե տարիներով կան մարդիկ, որ այնտեղ են գտնվում եւ ստատուս չունեն, նրանք էլ բնականաբար ուղիղ վտանգի տակ են, որովհետեւ այս raid կոչվածները, հետախուզությունները massայական որ իրականացվում են, այնպիսի քաոտիկ ձևով են քաոսային ձևով են կատարվում, որ ուղղակի մարդկանց կարող են հավաքել, տանել եւ հետո նոր սկսել ստուգել, թե ով ինչ ստատուս ունի եւ բնականաբար այդ ժամանակ հաշվի չի առնվելու, թե մարդը քանի տարի են տեղ ապրել, շատ խիստ ձևով մարդկանց ֆիլտրում են ուղղակի եւ հետ են ուղարկում։ Հայ միգրանտը, որը ունի այսպես ասած օրինական բնակության խնդիր, կարողանում է օրինակ այս ընթացքում արագ դիմել փաստաբանական ծառայության օգնության փաստաբանը, որ չափով է կարողանում աջակցել, կանխել, օրինականության հետ կապված որոշակի այսպես փաստական հիմքեր ներկայացնել, դիմում են արդյոք փաստաբանները։ Հայ իմիգրանտները կարծում եմ ամենակիրթ իմիգրանտ համայնքներից մեկն են Ամերիկայում, այն առումով, որ մեր համայնքը շատ օժանդակող է իրար եւ մարդիկ երբ որ գնում են այնտեղ, հենց առաջին փաստաբանական ցանցեր կան, որ մարդիկ process-ը գիտեն, որ եթե եկել ես բնականաբար իրար օգնելով փորձում են իրավաբանի հետ կապել եւ մեծամասնությունը, չեմ կարող հաստատվել ասել բնականաբար, բայց շատ մարդիկ, ով որ հնարավորություն ունի եւ ֆինանսական հնարավորություն կարողանում է ստանալ, հենց հայ իրավաբանների միջոցով միանգամից իրենց ուղին փորձում են ինչ-որ կերպով գտնել, հիմնականում դա լինում է փախստականի ստատուսի դիմելու հարցով, կամ կարող է ինչ-որ աշխատանքի իրավունքի, կամ եւ այլն, կամ ընտանեկան միասնության ամուսնության դեպքում այդ ձևով օրինականանալ, բայց հիմա խնդիրն այն է, որ հենց իրավաբանները իրենք չգիտեն, թե ինչպես այս իրավիճակը կարողանան արդյունավետ կերպով հաղթահարել, որովհետև օրենքները փոխվում են օրական, քանի որ շատ մեծ մասսայական չափով այս ամեն ինչ իրականացվում, համակարգը, իմիգրացիոն համակարգը ինքնին խնդիրներ է ունենում, այսինքն նրանք սխալներ են գործում, այսինքն մենք դեպքեր ունենք, երբ իրավաբանները իրենք են ստանում ծանուցում, որ պետք է լքեն երկիրը։ Ասենք այդ դեպքում այդ կանխատեսելիության ֆակտորը լրիվ բացակայում է ու դատախազներն էլ հրահանգվում են, որ ավելի խիստ մոտեցում վերաբերեն գործերին, այդ դեպքում իրավաբանները շատ խաղալու տեղ չունեն, այսպես ասած, բնականաբար հիմա ժամանակն է ավելի կրեատիվ մոտեցումներ գտնելու, փորձելու օգնել հաճախորդներին, ես անձամբ իմիգրացիոն իրավաբան չեմ, բայց ընդհանուր միջավայրային է, որ շատ բարդ է, իրավաբանների համար էլ է շատ բարդ այս վիճակը կարողանալ նավիգետ անել։ Տեսեք, ըստ էության մենք չունենք այնուամենայնիվ հիմա բանտերում այդքան շատ հայ միգրանտներ, այս մասով ձեզ ինչ է հայտնի։ Մեքսիկայի տարբերակը ամբողջովին չեզոքացվել է։
Համարյա, որովհետև Թե դեռ կան ինչ որ ձևով, այսպես ասած, ճողոպրողներ։ Ինձ թվում է այդ deterrence կոչվածը, այսինքն աշխատում է այն առումով, որ նախ եւ առաջ սահմանը փակ է համարվում հիմա Մեքսիկայի սահմանը, այսինքն ասում են մոտավորապես 90%-ով քչացել է մարդկանց քանակով, երբ փորձում են հատել սահմանը։ Եվ մի իրավիճակ ունենք, որ մարդիկ այդ դեպորտ կոչվածը ցույց խուսափելու համար կոնկրետ իրենք Լատինական Ամերիկայի միգրանտները նույնիսկ իրենցով որոշում են հետ վերադառնալ։ Իհարկե դեպքեր կան, ինչ որ ձևով մարդիկ փորձում են ճողոպրել ինչ որ ավելի վտանգավոր ճանապարհներով այդ իրավիճակով անցնել Ամերիկա, բայց խնդիրն այն է, որ եթե գիտեն մարդիկ, որ այդ ամբողջ դժվարությունների մեջ անցնելուց հետո երկրի մեջ են լինելու, շատ վատ ի վերաբերմունքի են արժանանալու, որովհետև շատ մոտավորապես անմարդկային պայմաններով են շատ ժամանակ վերաբերվում այս մարդկանց, ընտանիքներ են իրարից բաժանվում, բանտերում մարդիկ կարող են մնալ ամիսներով եւ չկարողանալ հասկանալ ինչու են այնտեղ, իրավաբանի հետ հնարավորություններ խոսելու երբեմն սահմանափակ են լինում, դեպքեր են լինում, որ այս վերջերս Էլ Սալվադորի մի քաղաքացու պատմությունը շատ մեծ մասսայական վանդացավ, երբ նա նրան ուղարկել էին Վենեսուելայի կարծեմ քաղաքացի էր եղել, նրան ուղարկել էին Էլ Սալվադոր եւ ուղղակի մի բանտում էր հայտնվել, որտեղից որ նրանց չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հետ, այն դեպքում, երբ որ օրինական դատական ակտ կար, որ նրան արգելում էր այդ երկրում գտնվել։ Եթե ամփոփենք, ստացվում է, որ հայ միգրանտների հետ կապված, անօրինական միգրանտների հետ կապված իրավիճակը առաջիկայում էլ ավելի է սրվելու, ընդհանրապես միգրանտների, բայց կենտրոնանանք մեր հայ միգրանտների հետ կապված խնդիրներին։ Կարծում եմ ամեն ինչ, որովհետև տեսեք, այսպես անընդհատ լուսաբանվում է, բայց նաև շատ կարծիքներ են հնչում նույն այդ հայ միգրանտներից, որ գիտեք, շատ ավելի շատ չափազանցված է ներկայացվում, քան այն իրականում կա, քան խնդիրը իրականում կա։ Որքանով է չափազանցված, որքանով իրոք ռեալում այն կա խնդիրը։ Խնդիրը շատ ռեալ է, այսինքն իրոք մարդիկ բոլոր երևի հայերն էլ իրար մեջ ծանոթներ են, ում հետևից եկել են, ում Կալիֆոռնիայում, չգիտեմ Գլենդենում այդպիսի մասսայական, հետախուզական միջոցառումներ ինչ որ չափով իրականացել են, բայց ոչ այդ մասշտաբների։ Վախը շատ ռեալ երևույթ է, բնականաբար բոլորը իրոք վտանգի տակ են, վտանգի տակ ասելով այդ խոզարկությունների անդամ մասնակից կարող են դառնալ։ Իրավիճակը լավանալու միտում դեռևս չի իմ կարծիքով նկատվում։ Այս բախումներն ավելի են օրինակ խճճում, վախի մթնոլորտ տարածում, նկատի ունեմ Լոս Անջելեսում այս բախումները եւ այս առումով օրինակ ինչի կհանգեցնի այս իրավիճակը, երբ ակնհայտ նահանգապետը պոտենցիալ պայթյունավտանգ իրավիճակի, որովհետեւ նահանգապետը ինքն ասաց, որ եթե մենք սկսենք ոնց որ Կալիֆոռնիան այն փորձադաշտերից մեկն է, այսպես ասած դարձել, որտեղ որ փորձում են հասկանալ, թե ինչքան կարող են ճնշում բանեցնել, օրինակ թե ինչքան կարելի է օրինակ բանակը մտցնել քաղաք եւ փորձել դրանով այդ վախի մթնոլորտը ավելի սրել։ Լոս Անջելեսը պատմություն ունի շատ ուժեղ ցույցեր կատարելու եւ հուսանք որ բանը դրան չի հասնի, որովհետեւ այդ ազդեցությունը հակազդեցություն է vocation-ում, իսկ Լոս Անջելեսում եթե մարդիկ միլիոներով սկսեն դուրս գալ եւ դրան հակազդվի ավելի շատ բիրտուժի կիրառումը, կարող է իրավիճակը ուղղակի վերահսկողությունից դուրս գալ ինչ որ պահի։ Հուսանք այդպես չի լինի ու հուսանք որ այս ամենը կատարվում է, որովհետև Ամերիկայում վարչակազմը 2 տարի ունի, այսպես ասած, որում կարողանում է կատարել մաքսիմալը եւ շատ էքստրիմ քաղաքական աջենդա առաջ տանել։ Հիմա Թրամփի առաջին 2 տարին սա է, իսկ 26 թվականի նույն տարի կոնգրեսի ընտրությունները որ տեղի ունենան, հնարավոր է որ գոնե կոնգրեսը փոխվի, դեմոկրատական մեծամասնությունը հետ գա եւ այդ դեպքում այդ ուժերի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը հույս ունենք, որ այդ պահին ինչ որ կերպ ավելի լավ կսկսի աշխատել, որովհետեւ Ամերիկայի յուրահատկությունը իր այդ սահմանադրական շատ ուժեղ եւ շատ խելացի եւ շատ մանրամասն մտածված համակարգն է, որ այդ
զսպումների միջոցով կարողանում են իրավիճակը մի վերել, որովհետև երկիրը ճիշտ ու սխալ շատ ժամանակ չկա, երկիրը շատ բաժանված է, մարդիկ շատ տարբեր են մտածում հարցերի մասին, բայց օրինականությունը պահպանել եւ սահմանադրությունը հարգելը այն նշաձողն է, որը որ բոլոր կողմերը միշտ հարգել են, իսկ այդ ուժերի եւ զսպումների հակակշիռների եւ զսպումների մեխանիզմը Ամերիկայի Սահմանադրության այդ նշաձողն է, որը որ սկսում է մի քիչ խախտվել հիմա եւ դա շատ վտանգավոր բաների կարող է հասցնել, եթե մի երկու մյուս տարվա մեջ կոնգրեսը չսկսի իր դերը կատարել եւ դատարանները բնականաբար կարողանան իրենց դերը պահպանել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Առաջինի տաղավարում զրուցում էի Լոս Անջելես համայնքի երիտասարդ դեմոկրատական ակումբի անդամ Անահիտ Սարգսյանի հետ։ Կհանդիպենք։